Աստծո որոշումը մարդը չի կարող բեկանել։ Իհարկե այն մարդու համար, ով Աստված իսկապես ամեն ինչի ստեղծողն է, գլխավոր կառավարիչն է տիեզերքում, ամեն ինչ իր օրենքների ներքո է եւ Աստծո հետ տունտունիկ չեն խաղում։ Նրանք ովքեր անհավատ են, Աստծո հետ տունտունիկ են խաղում։ Եվ վերջում պատժվում։ Իհարկե, բազմաթիվ հին ուխտը բացեք նայեք այդ Աստծո հետ տունտունիկ խաղացողների ազգից սկսած թագավորներով եւ սուտ մարգարեներով վերջացրած։ Ամբողջ այդ հին ուխտը նորի ստվերն է։ Նոր ուխտի քրիստոնեության մարդկանց համար քրիստոնյաների հին ուխտ ինչով է կարևոր, որ պատմական տարբեր դրվագներում թե ինչ հետևանքներ կարող են լինել։ Աստված հին կտակարանում շատ ավելի դաժան էր։ Գիտեք, ասենք, երբ որ ժողովուրդ է ստեղծվում, իսկ հրեաներին Աստված զրոյից չստեղծեց։ Ընդ որում իրաց նախահայրը հրեա չի եղել, այդպիսի գոյություն չունեցել։ Աբրահամը հորիա չէր։ Ճիշտ է։ Բա այդ բանը փորձումներով, տառապանքով, թրծվելով դե անցնեն, այդպես է։ Եվ հետեաբար նրանք ովքեր որ այս տունտունիկի մեջ են մտել Աստծո, իրանք իրանց սերունդները գլխի գալիքը չգիտեն, եթե ուզում են իմանան, թող գնան բացեն բանը հին ուխտը։ Ես միշտ օրինակը բերում եմ, հրեաների Հերոբովամ թագավորը ինքը մտածեց, որ քանի որ թագավորը կարող լինի նաև քահանա, իսկ քահանաները այնտեղ շատ բարձր ստատուս ունեին, հա, տաճարում պատկերացնում եք արարողություններ անելու։ Ոչ միայն ինքը իրան քահանա կարգեց, այլև սկսեց իր ուզած մարդկանց, ինչպես ասում են ԽՑԲ տարբերակով քահանաներ կարգել։ Աստծո ոչ միայն զայրույթ առաջացել, այլև վրեժխնդրությունը։ Հաջորդ շատ արագ հետ մահացավ, հաջորդ Բասամ թագավորը Մերու Մանուկս բոլորին, ով խախտել էր Աստծո պատվիրանը, որտեղ հրեաների Հակոբի 12 զավակներից որպես այդպիսին քանաստովը Ղևի սերունդն է, ուրիշ որից մեկը իրավունք չունի, իսկ այդ խախտել էր Հերոբովամը, Մերու Մանուկ կոտորեցին։ Ես օրինակը միշտ բերում ասում ժողովուրդ ասում, մի մտածեք, որ Աստված կողքի սենյակում զառամյալ պապիկա, հիշողություն, լսողություն, տեսողություն, բանականություն կորցած մարդա, ոնց ուզես կխապես, չի լինելու այդ։ Ով հավատում է Աստծուն, իր զորությանը պետք է հավատա։ Եվ այս այլանդակությունները, որ անում, այս մարդը չի հավատում։ Այն որ ասում է անհավատ քրդի շուն։ Շունն է էլի անհավատ, ոչ թե քուրդը։ Քուրդը մավետականություն դավանող ժողովուրդ է եւ պայքարով կռվող ժողովուրդ է իր ազատության համար։ Հիմա սրանց է անհավատներով նստել են։ Օրինակ ինձ հետաքրքիր այդ 8 հոգին որ գնացել են Դավիթ։ Հանդիպման, չէ՞։ Փաշինյանը իր ստատուսը միջետ ասում է եկեղեցու հավատացած զավակ եմ, հավատացած զավակները մեր եկեղեցու խորհուրդները պետք է կատարի։ 5 խորհուրդ աշխարհականներից պետք է կատարեն։ Փաշինյանը ոչ մեկն չի կատարում։ Ամենավերջինը պսակի խորհուրդ է, չկա պսակ։ Օրինակ այս մարդիկ որ գնացել են, ասես դեմքին նայում են, չէին ասում դու ով ես ընկեր։ Գոնե հենց դու գնա մեր եկեղեցու խորհուրդները կատարի, մենք տեսնենք դու իրոք հետևորդ ես թե չէ։ Այդ ինչով է հետևորդ։ Իր ստախոսությամբ, այլասերվածությամբ, կաշառվածությամբ, նենգությամբ, մեծամտությամբ, փառասիրությամբ, արծաթասիրությամբ, այդ ինչով է հետևորդ Փաշինյանը։ Օրինակ ես մեկը լինի հարց է։ Փաշինյան ինչով ես հետևորդ մեր եկեղեցու։ Այդ մինչև հոկտեմբերի 26-ը դու բան էիր, որից է եկեղեցում գնացել էր ապաշխարություն եւ թողություն։ Դες բան եղել է։ Մկրտության ու դրոշմի խորհուրդ ունես, այդ պսակի մասին չասել։ Եվ այդպես չէ հետևորդին 3-8 սրբազան նստած լսում էին։ Դրա ինչն էիք լսում, լավ։ Դե ակնհայտ է չէ ձեր խեղճացած վիճակը, մարմինը սпасարկող վիճակը, ոչ թե հոգու անմահության մասին մտածող եւ երկնային արքայության բանալիները ունեցող հոգեվորականներ եք դուք։ Ցավոք սրտի, ես ցավ եմ ապրում այդ ինչ որ տեսնում եմ, ավելի խիստ գնահատական չտամ։ Այն մարդիկ, ովքեր որ այս կարգավիճակով են, իրականում գիտեք իմ գնահատականը էս է։ Երկնային արքայության բանալիները սրանք փոխարինել են, փոխել են մի հատ լավ բնականի, մեկ էլ լավ մեքենայի բանալիներով։ Դե բալնիկը էլի, հիմա ինչ կապ ունի, երկնային արքայությունն է, թե տունն է, մաշինա է, մի հատ է դաչայի է, այդ կողպեքի բալնիկներ ունենանք։ Բա ուրիշ ինչ ձեզ ասենք, որ հասկանաք։ Աստծո խոսքով ես չասեմ ձեզ, ինձ լավ գիտեք խոսքը, չափելի էլ չի իմացած ձեր իմացածի։ Բա ձեր արարքը մեռած հավաց ունեք, մեռած, սաղիթ հավատնել մեռած է։ Գրված է։
Աստվածաշնչում հավատը առած գործերի մեռածա։ Ինչ գործերով։ Երեք որ գնացիք Փաշինյանի հետ նստեցիք, ժպիտ բարևում էիք։ Ինձ հետաքրքիր այնտեղ կային հոգևորականներ, որ Փաշինյանը, ինչպես ասում են, ֆուտբոլի գնդակ էր դարձել իր քաղաքական կարիերայի բոլոր ընթացքում։ Անուն ազգանունը եւ գնդակին ման տշում էր։ Այս դարպասից այն դարպաս, այն դարպասից այս դարպաս։ Հիշում եք, անունները չտան։ Լավ, ձեր մոտ քրիստոնյա հոգևորական էս դնում են մենք ձեր տղամարդկային արժանապատվություն ձեր մեջ չկա։ Հիմա որ դու գնաք եկեղեցիներում, ասենք, պատարակներին մասնակցեք, օրինակ, կամ պատարակիչ քահանա լինեք։ Ձեր կողքով որ հոտը կամ եկեղեցու զավակները, օրինակ եմ ասում, բանի ժամանակ, հաղորդության ժամանակ իրենց սիրո դրսևորումը արտահայտեն ձեր նկատմամբ խոսքերով, եւ ոչ միայն խոսքերով վատ կզգաք ձեզ, ունակից հետաքրքիր է։ Չէ, իսկապես կարող են, չէ՞։ Այս ամենիչից հետո հիմա պատարակիչ քահանա, ասենք այս Կիրակի օր Գրիգոր Լուսավորիչ ասում են Վազգեն Միրզախանյանն է արքեպիսկոպոս անելու։ Հիմա մարդը գնում է կողքով, ասենք սիրո դրսևորում ասի, քաղցր խոսքով։ 1-ը, 2-ը, 5-ը, 10-ը, 50-ը, 100-ը, 500-ը կարա չի անի։ Բալա դուք ձեր արարքով ինչ եք ուզում ցույց տալ։ Նորից եմ ասում, երկնային արքայության բանալները դուք փոխարինել եք մի հատ բնակարանի, մաշինի, մի հատ էլ դաչի, հենց ուրիշ բանը չասեմ։ Այդ տան բանալիներով։ Իդեպ սա էլ միս կողմից է լավ, իդեպ ասեմ։ Մի օրտի մաքրվեր եկեղեցին։ Ընդ հատուկ հո ներքին անվտանգություն հակայտախոսություն վեհապարապտի չպահեր, որ իմանար ովքեր են։ Դրսևորվեցին, ասում է չկա չարիք առանց բարիքի։ Չարիք եղա, բայց ես էլ բարիքն է։ Բայց հիմա չիմանանք ովքեր են։ 3 քահանա ընդամենը, չէ՞, մեծ հաշվով։ Այն երկուսին պարտադրել էին այդ Խաչի գյուղում եկել Արարատում։ Այն 3-ը կամավոր են, եթե հիշում եք, Հովանավանքում, որ տեղի ունեցավ։ Այսինքն 3 քահանա, ես այդպես եմ կարծում, մեկ էլ 10 սրբազան։